ինձ ասում են հələ պատկերացրեք, ասենք հասկանում եք, չէ՞, ես երեգիրիկուն խոսում եմ, հրահանգ եմ տալիս տեղից առավոտ գործողությունը, եթե հրահանգ, Ժողովուրդ ջան, ես հրահանգը ստեղ չեմ տվել, ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին, ինչ եմ ընդեղից տվել, որովհետև ոչ մեկ չի ասում, լսի, ոչ մեկ չի ասում, Պիացա Գրանդե, Սպայտունը պատմամշակութային հուշարձանը քանդել են տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի սեփականությունն է, ոնց, Play City, Թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձել են իրանց համար օրանժ, Toyota Երևան, մի կողմից, եթե ես ճիշտ հասկացա, էլի բանը, Ռուբինյանի հետ ենք նայում, եթե ես ճիշտ հասկացա, մի հատ հողն են տվել, մի հատ էլ գնացել են փայ են մտել Toyota Երևանի մեջ։ Պարոնյան 8 շենքի տեղը հին շենք ա եղել, այդ վերցրել են կոպեկներով, Կապուտակ Սևան, ես կոնգրես հյուրանոցը, չգիտեմ սրա մասա թե չէ, Կասկադում 2 հեկտար հողամաս։ Ժորժ ջան, ես ձեզ հարց եմ տալիս։ Նախ 2 հարցադրում կա։ Ես 8 տարի վարչապետ եմ Հայաստանի Հանրապետության։ Ես ինչի Կասկադում հող չունեմ, ժողովուրդ։ Ինչի Կասկադում ես հող չունեմ։ Ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ։ Ինչի հյուրանոց չունեմ։ Ինչի 1 միլիարդ 740 դրամ չունեմ։ Այսինքն բան եմ, ես այսօր առավոտ խոսում ենք գործընկերների հետ, այսինքն ինչ, ես միամիտ եմ, հա, իրանք շուստրի ուժեղ տղեկն են, հայրենասեր, ես եմ միամիտն եմ, հիմա էլ ասում են, ճիշտ հարց ընցեց, ասում է 8 տարի, ինչի է 8 տարի հետո, ես էլ եմ այդ նույն հարցը տալիս, ասում եմ ինչի է 8 տարի հետո, 8 տարի ինչով, այս փաստերից որևէ մեկը նոր է, ինչի է 8 տարի հետո, ես եմ, բայց ինչի եմ Հանրապետության հրապարակից ասել, ասել եմ են պատճառով, մի պարզ պատճառով, որովհետև լինելով իշխանություն, ամեն օր կռիվ ենք տվել այդ մաֆիայի դեմ, այդ սեփականությունը ինչի է Ռոբերտ Քոչարյանինը և մյուսներինը, որովհետև ասում եմ, ում ուզեցել են առել են, ում ուզեցել են ծախել են, և գիտեք ինչ քաղաքական նարատիվով, եսա մի շաբաթ սրան գնում են, եսա մյուս ուրբաթ սրան գնում են, եսա բան, եսա սենց արնելու, եսա ընդես դաբրոկա, և այդ բանում դատաիրավական համակարգում էլ մի մասա կա, չէ, որ նայում այսօր առավոտը մերոնք եսա գալու են, եսա ասել էի ձերոնք ինչ են անելու, գալու են, բայց 8 տարի, ինչի ես պտի 30,000 մարդու ներկայությամբ այդ խնդիրը դնեմ, ինչ եմ էտ օր ասել, որ ասել եմ ժողովուրդ ես իմ պլանն է, եթե համաձայն եք գնացեք քվեարկեք, և պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքոյա պարտավոր է ժողովրդի կամքը կատարել, այո պտի նստեն, այո, սաղունեց կվածքը, ես ասում եմ Ծառուկյան Գագիկը պտի հայտարարություն անի, ասեն ինչ էիք անում, ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ ըլնի, բա երբ հա թոշակը բարձանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պտի ասի դա, իրանք էլ պտի ասեն, իրանք պտի փող չունենան, որ ընտրակաշարք էլ բաժանեն, և դա են քաղաքական հանձնառությունն է, և են պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի, բրծելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենակ առնեք, ում ուզենակ ծախեք, բրծելա, ասում է սամադրականն, ասում է դատական համակարգը անկախ, ումից է անկախ դատական համակարգը, իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ և մաֆիոզների հետ պետք է գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, խալաթ եք արեք գլուխներդ պատին եք տվել, հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք, հնազանդ
Բաժանորդագրվեք Արմպուլսեյեմի սոցիալական ցանցերում։